Կակից կոսմետոլոգիայի մեջ անիմաստ գործողություն է պետք է այդ ապարատները վերցնել դեն գցել, թե այնուամենայնիվ դուք դրանք նույնպես կարող եք կիրառել։ Այո, ես որպես կոսմետոլոգ ճիշտն ասած շատ դեմ եմ ասեղային, հա, մազահեռացմանը։ Բայց դուք ունեք այդ սարքից։ Այո, մենք ունենք այդ սարքից, ինչու ունենք, որովհետև բոլոր տիպի լույսերը ազդում են, քանի որ ես նոր քիչ առաջ ասեցի, որ լույսը ազդում է մազի մելանին պիգմենտի վրա, այսինքն լույսը գտնում է մազի մելանին պիգմենտը, բռնում է, քայքայում է այն, մենք ունենք նաև չմոռանանք լինում է, որ պիգմենտից զուրկ մազեր ենք ունենում, այսինքն սպիտակ մազ, ոչ, բաց գույնի մազի վրա ազդում է լույսը, ահա, մենք ունենում ենք սպիտակ մազ, որոնք բացարձակ պիգմենտ չունեն, իսկ ինչ անեն այդ մարդիկ, որոնք ունեն սպիտակ մազի վրա, ոչ, միանշանակ, եթե ինչ որտեղ կասեմ, որ լույսը ազդում է սպիտակ պիգմենտի վրա, ես ինքս կարող եմ ապացուցել, որ դա անհնար է, հա։ Լույսը առհասարակ սպիտակ մազի վրա չի ազդում շատ պարզ պատճառով, որովհետև մազը չունի պիգմենտ, այսինքն զուրկ է մելանինից։ Այդ դեպքում մենք կատարելով մազային Այդ դեպքում դուք պահարանից հանում եք ձեր ասեղային Այդ դեպքում մենք մեր կենտրոնում ունենք էսթետ կոսմետոլոգ, որը զբաղվում է հենց մազահեռացումով մազերի։ Ուրեմն, երբ մենք պրոցեդուրան ավարտում ենք, կուրսը ավարտում ենք, այսինքն անցանկալի մազեր էլ չունենք, բայց օրինակ դեմքի վրա կա 1-2 սպիտակ մազ, եւ այցելուն նեղվում է այդ 2-3 սպիտակ մազից։ Ինչ անի մեր խեղճ այցելուն, չէ՞ որ եկել է մեզ մոտ լիարժեք ազատվելուց մազերից։ Ոչ, իհարկե ոչ, քաշեցինք, պոկեցինք, նորից կաճի, կամ էլ կներաճի մազը, կվնասենք իր սոխուկը, մազը կսկսի ներաճը եւ ավելի գլխացավանքի մեջ կընկնի այցելուն։ Այդ իսկ պատճառով ուղեկցում ենք մենք էսթետ կոսմետոլոգին եւ արվում է ասեղային էպիլյացիա։ Մենք անգամ այս մեթոդն ենք նկարահանել, ընդամենը փոքրիկ մի տեսանյութ հենց հիմա կդիտենք։ Այո։ Այժմ մենք ցույց կտանք մեր կենտրոնում կատարվող ասեղային էպիլյացիան, որը կատարվում է ոսկյա եւ արծաթյա ասեղներով։ Ինչի է կատարվում ոսկյա եւ արծաթյա ասեղներով, որովհետեւ նրանք ավելի շատ հոսանք են փոխանցում մազի արմատին, ֆոլիկուլին եւ անմիջապես այրում են։ Այսինքն կարիք չկա 1-2 անգամ նույն ֆոլիկուլը այրելու։ Անհետանում է մազը առաջին իսկ այրման ընթացքում։ Մենք շարունակենք բժշկի Դանելյան, կարելի է ենթադրել, որ Պրոդերմ կենտրոնը զբաղվում է միայն մազահեռացման խնդիրներով, թե հիմնականում, բայց ոչ միայն, քանի որ այջան, մեր դիմաց այցելուները հիմնական տարբեր խնդիրներով են դիմում, այսինքն տարբեր մազահեռացման process-ներից անցած, դա լինի ոսկով մազահեռացում, դեպիլատորներ, որ արդեն ունեն խնդիրներ, ունի ներաճի մազի խնդիր, էպիլյատրով մազը հեռացնելուց հետո մազարմատը թուլանում է, սկսում է աճել մաշկի տակ, հետեւաբար եթե մազը աճեց մաշկի տակ, բորբոքում է առաջանում, հիպերպիգմենտացիա առաջանում, որ հետևանքով առաջանում են հետքեր եւ վերքեր։ Եվ մեր աղջիկներ ունեն սորություն քաշելու, պոկելու, սկսում պինցետներն են ավելանում այդ ամբողջ process-ին եւ մենք ունենում ենք արդյունքում վնասված, անհարթ, ներաճած մազերով մաշկ։ Իհարկե այդ խնդրով դիմելու դեպքում մենք շատ լավ լուծումներ ունենք, ես նշեցի փոքր ինչ առաջ, այս աշխարհի վայփել համակարգով, երբ որ կատարվում է այդ մազահեռացումը, քիչ-քիչ ամեն փուլից հետո այցելուն նկատում է ինչպես է մաշկի որակը լավանում, հիպերպիգմենտացիան է անցնում, մազի աճման ուղղությունն է ուղղվում եւ վերջնականապես իրենք արդեն մեզ մոտից հեռանում են հարթ եւ մաքուր մաշկով, մազերից զուրկ, ունենք անգամ աղջիկներ, որ վերջում ասում են, գիտեք, մենք ողջ կյանքում ապրանը կալգոտկաներով ենք մանեկել, հիմա այդ խնդիրը մենք շատ շնորհակալ ենք ձեզ, որ ձեր կենտրոնում լուծեցիք։ Իհարկե մենք այստեղ մի փոքր նաեւ խոսենք, եթե այցելուն մոտենում է մեզ, ինչպես բժշկուհի Մարտիրոսյանի գոլեգան նշեց, մենք հավաքում ենք անամնեզ, հա, եւ այդ դեպքում եթե ունեն հորմոնային որևէ խնդիրներ, այսինքն մենք մազի որակին նայելով արդեն հասկանում ենք, որ դա հորմոնային տիպի մազեր են կամ աճում են այն հատվածներ, որոնք հասու չեն կանանց եւ աղջիկներին, դա լինի կզակի հատված, փորի հատված, մենք ունենք գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, որոնց հետ համագործակցում ենք։ Մեր այցելին ուղարկում ենք այնտեղ նա անցնում է հետազոտություն եւ վերադառնում է արդեն մեր կենտրոն
կենտրոն պատասխաններ։ Եվ եթե նայում ենք, եթե կա խնդիր, նրանք ստանում են զուգահեռ բուժում եւ իհարկե զուգահեռ կատարում են մազահեռացումը, որ շատ լավ արդյունք է տալիս, եթե չկա խնդիր, մենք մտածում ենք, դա մեր գենետիկան է տվյալ անձի եւ արդեն կատարում ենք մազահեռացումը մեր կենտրոնում։ Շատ բարի։ Բժշկուհի ամենատարածված հարցերից մեկը կարծում եմ վերաբերում է նրան, թե քանի սեանսից հետո կարելի է ազատվել անցանկալի մազերից եւ արդյոք այդ ազատումը վերջնական է, թե որոշ ժամանակ հետո էլի մազերը այնուամենայնիվ վերականգնվելու։ Իհարկե բոլորին հուզում է, այն փաստը, թե քանի անգամ պիտի այցելեն, որպեսզի լիարժեք վերանան մազերը։ Ուրեմն այցելությունները, ասեմ, որ 12-ն են։ Ընդամենը 12 այցելություն։ Դա հիմնականում ստանդարտ է նրանց համար, ովքեր չունեն անդրոգեն հորմոնների հետ կապված խնդիրներ։ 12 այցելություն, առաջին 4 այցելությունը 14 օրը մեկ են գալիս։ Հետո 21 օրը մեկ միջև 12 այցելություն։ Այսինքն դուք գումարային արդեն հաշված կլինեք, ինչքան է ստացվում։ Մոտավոր ասեմ 4-5 ամիս։ 4-5 ամիս, շատ բարի։ 4-5 ամիս հետո վերջ մոռանում ենք այդ խնդրի մասին, թե դիցուք ասենք 2 տարի հետո պետք է էլի վերադառնանք։ Ոչ, այստեղ ես ասեմ, որ մազերը աճում են 3 փուլով, հա, անդրոգեն, կատոգեն եւ տելոգեն փուլով։ Անդրոգենը դրանք ակտիվ փուլի մազերն են, որոնք մեզ անհանգստացնող մազերն են, նկատելի մազերն են, ունենք նաև հանգստի փուլի մազեր, որոնք ակտիվ ու հանգստի փուլի մազերը էպիլյացիայի ժամանակ լուսային իրանք անհետանում են, բայց կան նաև քնած փուլի մազեր, հա, քնած փուլի մազերը դրանք ակտիվանում են տարիների ընթացքում, հորմոնների դիսբալանս կարող է լինել, տարիքային իհարկե որ շեշտեցինք մեծ տարիքով կանայք կզակի հատվածում սպիտակ մազեր մի քանի, դա տարիքի հետ արթնանում են։ Իրանք չունեին, հետո տեսնում են մազ ունեն այդ հատվածում, որ երբեք չեն ունեցել։ Այսինքն շատ անհատական է ստացվում։ Անհատական չէ։ Հիմնականում, այսինքն տարիներ հետո, երբ որ արթնանում են այդ քնած մազի ֆոլիկուլները, իրենք կարող են 1-2 անգամ, ոչ թե կուրսով, այլ 1-2 անգամ այցելեն եւ դրանք էլ կվերանան։ Շատ բարի։ Տարիքային սահմանափակումներ ունենք, թե ոչ։ Հիմնականում 16 տարեկանից ենք անում մազահեռացումը, բայց քանի որ մենք ունենք 13 տարեկան դեռատե աղջիկներ, հիմա մի փոքր հասունացում արագացել է, հիմնական մայրիկները բերում են վերին շուրթի հատվածում, հա, ամաչում են դպրոցում տղաներ եւ այլն, 13 տարեկանից կարելի է անել, բայց դա արվում է միայն դեմքի հատվածում։ Այլ մասեր 16-ից ինչու, հա, որովհետեւ միջև հասունացումը դեռ ֆոլիկուլի վերջնական զարգացում չկա եւ մենք չենք կարող ընդհանրապես անել։ Պատկերացնում են 13 տարեկան աղջկան, որ ասում են, հա, ինձ չեք ընդունելու, լավ։ Իսկ ինչ կասեք աղվամազերի մասին։ Աղվամազերը ավելի լավ լույսը միշտ բռնում է պիգմենտային հաստ սև մազերը, քան աղվամազերը։ Ավելի դժվար է աշխատել։ Այո, իհարկե աղվամազերի հետ ավելի դժվար է աշխատել, բայց լուծումներ ունենք, մենք չենք վախենում նույնիսկ աղվամազերից, որովհետև իհարկե դժվար է աշխատել, բայց մենք իրենց հետ վերջնական արդյունքի ենք հասնում, այո։ Եթե փորձենք այս ամեն ինչը հավաքել իրար հետ, ինչ կառաջարկեք մեր կանանց ու աղջիկներին։ Հա, մենք շատ լավ փաթեթներ ունենք մեր կենտրոնում, այսինքն մեր այցելուների նվերների տեսքով, զեղչերի տեսքով, ոչ մի այցելու, որ դիմում է Պրոդերմ կենտրոն, մեր կենտրոնից նեղացած չի հեռանում միանշանակ։ Դե ինչ կարծում եմ հարգելի հեռուստատիտողներ, որ նեղացած չեք հեռանա նաև դուք ձեր էկրանների առջևից, որովհետև մենք շարունակում ենք մեր հաղորդումը, բայց հիշեցնեմ, որ իմ այսօրվա առաջին հյուրերը Պրոդերմ մաշկի եւ մարմնի խնամքի կենտրոնի բժիշկ կոսմետոլոգներ Անահիտ Մարտիրոսյանն ու Աշխեն Դանիելյանն էր, իսկ մենք խոսում ենք մազահեռացման տարբեր մեթոդների մասին, որոնք բոլորը կան այս կենտրոնում եւ դուք կարող եք ընտրել այն, որը ձեզ խորհուրդ կտա ձեր բժիշկը։ Մնացեք մեզ հետ։ Ասկարիդոզ, հիվանդություն, որի հարուցիչը ասկարիդն է, որը դասվում է ամենախոշոր